Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին հավաքել է մեզ իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեր ծարավ հոգին, սոված հոգին կշտացնելու եւ կերակրելու։ Այսօրվա մեր սերտողությունը Եսայա 58-րդ գլխից է։ Արտաքուստ բարեպաշտների պատիժը, ճշմարիտ աստվածապաշտության օրհնությունը։ Ուրեմն Եսայի 58-րդ գլուխը միայն միակ գլուխն է, որ խոսում է կեղծ ծոմապահության մասին, հենց Հիսուսը այս գլուխն է հաստատե օրենքի եւ մարգարեությունից, որ խոսում է հենց ծոմի մասին խոսում է, որ ասում է հարսանիքի տղաքը մանուկ հոգևորները իրավունք չունեն ծոմ պահեն։ Դա ծոմապահություն չէ, սովապահություն է, սոված ստամոքսից չի նայում Տերը, նայում է քո սուրբ սրտին։ Ուրեմն դու պետք է դառնաս նոր արարած, սուրբ սիրտ ունենաս, նոր շունչ, նոր հոգի, նոր մտածմունք, նոր կարողանաս մարմինը ճնշելով, սոված պահելով, հոգու կերակուրը տեղը բերելով, ավելի զորանաս եւ դևերի ամրոցներ քանդես, թե աղոթքով, թե Աստծո խոսքի քարոզչությամբ։ Հասկացաք ծոմի խորհուրդն ինչա։ Ծոմը ինքնովի պիտանի բան չէ, թե շատ։ Պրոստը մարմինը պետք է ճնշես հոգու կերակուրը շատ մտնելու համար։ Էտա։ Թե չէ, լավ դու սոված ստամոքս ունես, բայց անառակ ու գող ես։ Ինձանից շատ 10 շաբաթ ծոմ ես պահում։ Մի շաբաթ ուտում ես, նորից ծոմ ես պահում, ասում ես կարենտե ես Աստծուն շատ եմ սիրում, ծոմի մեջ եմ։ Իշկապ ունի, որ պղտության մեջ ես։ Ուրեմն Աստված նայում է քո սուրբ սրտին, ոչ թե սոված ստամոքսի։ Սա է հաստատում Հիսուսի խոսքը եւ Հիսուսը սրա վրա է գրեց ծոմերի օրենքը, որ քանի մարդիկ մանուկ են, հարսանիքի մանուկներ են, տղակներ են, իրավունք չունեն ծոմ պահեն, երբ կհասունանան ու փեսան իրենցից կվերցվի, այն ատեն ծոմ կպահեն, ու դրա համար Պենտեկոստից հետո նոր առաքյալները ծոմ են պահեն։ Ամեն։ Դա աննպատակ չի։ Ուրեմն Եսայա 58-րդ գլուխ։ Կոկորդալից էլին խորը ձայնով գոչիր, մի խնայիր, փողի պես բարձրացրու ձայնդ եւ իմացրու իմ ժողովրդին իրենց անցանքը եւ Հակոբի տանն իրենց մեղքերը։ Բայց նրանք ինձ խնդրում են օրըստորե եւ ուզում են գիտենալ իմ ճանապարհները։ Իբրև մի ազգ, որ արդարություն է գործում եւ իր Աստծո իրավունքը զաշ չէ անում, եւ ինձանից հարցնում են արդարության իրավունքը եւ փափագում են Աստծոյն, ստե Աստծոյա, բայց արեք Աստծոյն մոտենալ։ Հասկանում ես, մտամ մենք լրիվ ուղիղ ենք, ինչի մեր աղոթքին պատասխան չես տալիս, բայց լրիվ ծուռն էին, այսօրվա կրոնավորների նման իրանք կնենց են պահանջում։ Այնպես կարծես թե բոլոր օրենքները պահում են, բայց որ խորանում ես իրանք բացի մեղքից ուրիշ բան չեն գործում, ամեն։ Եվ ասո որևիցե պատվիրան չեն էլ պահում, միշտ էլ պահում են ծռմռելով։ Եթե դու խախտումով ես պահում, դու ասո պատվիրանը զանց արող ես։ Ոնց գրված է, մանուկի պես լսա ու պահի, այդու նոր կլինես օրենք պահող կատարող Տերով։ Եվ իր Աստծո իրավունքը զաշ չեն անում, էլ այդպես խոսում են։ Եվ ինձանից հարցնում են արդարության իրավունքը եւ փափագում են Աստծոյն մոտենալ։ Ինչու մենք ծոմ ենք պահում եւ դու չես տեսնում։ Դե հրամայում են, էլի մուննատ գալով խոսում են ասել, այդ փոխանակ աղաչ են Տեր իշտա պատճառը։ Եթե նրանք վստահ են, եթե դու ուղիղ լինես ու Աստված աղոթքիդ պատասխանը կտա, դու սենց հրամայելով չես խոսի։ Դու աղաչելով կխոսես, Տեր Աստված իշտա իմ մեղքը, էլի էլ ասա, չէ որ դու ասել ես եւ քո ասածը ճիշտ է, բայց տեսեք իրես խոսելը, ինչու մենք ծոմ ենք պահում։ Եվ դու չես տեսնում։ Մենք չքնեցնում ենք, մենք, ես, իմը, միշտ եսի պարաբանությունը, ուշադրել եք բառերին, ինչու մենք ծոմ ենք պահում, եւ դու չես տեսնում, մենք չքնեցնում ենք մեր անձերը, եւ դու չգիտես, չէ որ սոված եմ ես 10 շաբաթ, նուժելի դու անխիղճ չես տեսնում, որ իմ ուզածը տաս իմը, բայց դու ծոմ պիտի պահես ու խնդրես, որ ոչ թե քո, ապա Աստծո ուզածը կատարվի, ամեն, Աստծո կամքը կատարվի քո կյանքում։ Ինչու մենք ծոմ ենք պահում, եւ դու չես տեսնում,
Մենք ճգնեցնում ենք մեր անձերը եւ դու չգիտես։ Դե մեղադրում են, բայց Աստված ամենագետը, ամենատեսը, ամեն բան, նախքան քո ծոմը ինքը գիտեր, թե դու ինչ ես մտածել ես։ Դրա համար Աստծուն միրամայեք, Աստծուն խնդրեք, Աստծուն հարց տվեք, թեկուզ հարցադրումով աղաչեք, որ միայն քո մեղքը լույսի անի, եթե ոչ փորձությունը երկար չի տևել։ Ահա ձեր ծոմորը, ստե բաղձանքը գրուկ, բայց գրեք ձեր բաղձանքն եք կատարում։ Ահա ձեր ծոմորը, ձերը չկա, ավելացրեք, ձեր բաղձանքն եք կատարում։ Եվ ձեր բոլոր աշխատավորներին նեղում եք ձեր եսասիրությամբ, են անձի գործոնով։ Սրանք պետք է լսեք ծոմ պահողներ, հիմա որ աղանդավորնական եկեղեցիներում ձեզի ստիվում են ծոմ պահեք, բոլոր եկեղեցին ծոմի մեջ որտի պետք է չհայտարարնել, հետ այս ծոմերը գաղտնի ամնում։ Բայց եթե ձեզի հայտարարում են ու դուք ուզում եք ծոմ պահեք, հլը տեսեք այս վարքագիծն ունեք դուք, եթե ունեք պահեք։ Բայց 100% չունեն աղանդավորներ, սրա 10% սուրբ վարքագիծ։ Աստված սուրբ սրտի տա նայում, ոչ թե քո սոված ստամոքսին, հիշեք։ Ահա ձեր ծոմորը, ձեր բաղձանքն եք կատարում եւ ձեր բոլոր աշխատավորներին, ձեր ընտանիքի անդամներին նեղում եք ձեր եսասեր ցանկություններով։ Անձով եք գործում, չէ՞ որ դիմացին կողակիցը նեղվում, զավակը նեղվում, գործընկերը նեղվում, եթե հոգով դու շարժվեիր, հոգով վարվեիր կնեղանային մեկը քեզանից, ոչ հավատալ։ Ահա կռվի եւ հակառակության համար եք ծոմ պահում, ինչու մենք ծոմ ենք պահել, դու մեր պատասխանը չես տալիս, կռիվ չես։ Ահա կռվի եւ հակառակության համար եք ծոմ պահում եւ անզգամության բռունցքով զարկելու համար։ Դուք այսօր ծոմ չեք պահում, որ ձեր ձայնը լսելի անեք բարձրումը։ Ում ձայնը, որ մեծ ծոմ պահողի ձայնը լսելի կլինի, որ նա ունի սուրբ անարած սիրտ, հեսխոնար Քրիստոսանման վարքագիծ, նա ծոմ էլ չպահի արդեն աղոթքը լսվում է։ Պրոստը ծոմով ավելի դու շատ գրքի աղոթքի կյանքին կտրվես, որտեղ մարմնավոր չափից ավել կերակուրը խանգարում է քո օգուլեսնությանը։ Եվ դու եթե սուրբ ու անարած սիրտ ունես ու ասո նվիրյալն ես, ինչքան շատ հոգու կերակուր ուտես, այնքան շատ ամրոցներ կքանդես, ամեն։ Այս սրա համար ծոմը, որ դու մարմինդ խեղճացնես, հոգով զորանաս եւ հոգով դևերի բերդու պարիս քանդես։ Վերջ ծոմը սրա համար, ուրիշ բանի համար ծոմ չկա։ Ամբողջ Աստվածաշնչի ծոմերը գնացեք քննեք։ Դուք այսօր ծոմ չեք պահում, որ ձեր ձայնը լսելի անեք բարձրումը։ Այսպես կլինի հարցատալում այն ծոմը, որին ես եմ հավանում, իբրև մի օր, որ մարդը ճգնում է իր հոգիովը, գլուխը քաշ է գցել կնյունի պես, էդի խոնարվել է, էլի գետին է խոնարվել, գլուխը կպցրել է գետին աղոթում է, եւ քուրդն ու մոխիրը անկողին է շինել։ Սա ես դու ծոմ կոչում, ասենք ստե ինչ հոգևոր բան կա։ Լրիվ արտաքին ցուցամոլավարի հողերն լցում ես գլխիդ, որ մարդիկ տեսնեն, թե դու ծոմի մեջ ես։ Սա ես դու ծոմ կոչում։ Եվ Տիրոջը հաճելի օր։ Հիմա դե լսեք իսկական ծոմը, պահողը ինչ վարքագիծ պետք է ունենա։ 6 խոսքից։ Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ։ Առաջինը։ Լուծիր անիրավության կապանքները, մեղքի հետ լրիվ կապերդ խզի, սուրբ դարի, լուծիր անիրավությունը, մեղքն է, չարությունն է, լուծիր անիրավության կապանքները, անխաղությունները, լարվածությունները, չարությունները, բացարա լուծի կոշկորները, եւ ջարդվածներին ազատ թող տումը, որ անարգեր ես, բռներ ես, կալանավորեր ես, վերջը ծեծում ես, տեղացնում ես, ազատ թող, ամեն, որ քեզ սիրեն։ Եվ ջարդվածներին ազատ թող տու, քո տանեցիքը քո կալանավորներն են, չէ՞ եսիդ, կծեծես, կանարգես, կձախկես, ես էլ կա, նույնը եկեղեցու անդամների վրա կարաստիրես, անարգես, բայց թող ժողովուրդը սիրով գան քեզ սառեն, սիրուց ենթարկվեն, ամեն, սիրուց հնազանդվեն։ Եվ ջարդվածներին ազատ թող տուր եւ ամեն տեսակ լուծ կոտրեցեք։ Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճին տարտունդ, երբ մի մերկ տեսնես, նրան հագցրու, եւ քեզպես մարմին ունեցողից, քեզմից ասկիր, դու անգար դասում ես մեկ քուրնեղի ականջդ փակում փախնում ես,
Դու լսել ես հայտարարվածա, որ մարդ հիվանդանոց է, ալարում ես, եթե ասմի հատ տեստես ետ գաս։ Բայց դու ծոմ ես 20 օրա։ Ումնա պետք քո ծոմը ողբամ ծոմի դվերեն։ 8-րդ խոսք։ Այն ժամանակ, երբ դու ողորմած կյանքն ապրես, այն ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի, եւ քո բժշկությունը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարությունը պիտի գնա քո առաջից, Տերոջ փառքը պիտի պահե քեզ ետևից։ Բայց այսօրվա ծոմ պահորեր սաղ հիվանդ են, դիվահար, բայց ծոմի մեջ է, հաղորդության անդամ։ Դևերի հետ են հաղորդվում, թե Տիրոջ չգիտես, բայց դու դիվահար են, հիվանդ են, քաքս եղա հովիվը, շաքար ախտա, գանգրենայա, բայց հաղորդությունա տալում ունդ։ Ողբամ ծոմի դվերեն էլ, հաղորդությանը դվերեն էլ տոն լրիվ սուտ ծիսակատարությունա։ Դու իրական հաղորդություն և իրական ծոմապահություն չես տալիս ու չես անում, ամեն, դրա համար զարկվել ես ու ցարագյար ես դառել ու մեռնում ես։ Այն ժամանակ դու կկանչես և Տերը կպատասխանե, դու կաղաղակես և նա կասե ահա ես, ու քո բոլոր աղոթքի պատասխանը կտա, հիվանդ ես կբժշկվես, կարիքի մեջ ես դուրս կգաս, խնդիր ունես կլուծվի։ Իսկ մի ծունկ է գալում, Տեր բուժա չէ օպերացիաս կա ու կա։ Տեր բուժա չէ Չիչոյանը խոսքա տվե, որ ընձի կվիրահատի։ Էս է այսօր աղանդավորի վիճակը, որ արդյոք եթե Տիրոջ կամքն ներ կբուժեր, Տիրոջ կամքը բարի է, դևի կամքն է չար, որ դու Տիրոջը թողած գնում ես ասա թագավորի նման մարդու բասկին ապավինելով նզովյալ ես դառնում, ամեն։ Այն ժամանակ դու կկանչես և Տերը կպատասխանե, եթե սուրբ անարատ կյանք ապրես ու ասուզած ձևի ծոմ պահես։ Դու կաղաղակես և նա կասե ահա ես։ Եթե որ երաստես քո միջից լուծը, այդ եսասեր բնավորությամբ, որ լուծ ես դառնում բոլորին։ Եթե որ երաստես քո միջից լուծը, մատնելը և չարախոսությունը դեն գցես, չար բան չտարածես, և կերակրես սովածի ախորժանոքը, սովածին կերակրես, ախորժակը կշտացնես, և կարոտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լույսը կծագի խավարում, երեսդ անգամ լուսափայլ կլինի, և քո խավարը կլինի կեսօրվա պես, և Տերը քեզ միշտ կառաջնորդե և կկշտացնե քո անձը երաշտներումը։ Պատկերացնում ես երաշտ տարին էլ սոված չես մնա։ Սովերի մեջ իմ այլ Եղիան էր, ագռավը գալիս էր կերակրում էր սովի ժամանակ։ Եղեղատի ջուրը չէր պակասում, ուր որ գնում էր Եղիան օրհնություն է լինում, հիշեք Սունամացու տունը որ գնաց, չէ, որբևայրի կնոջ, Սափորից յուղը չէր պակասում, Օմանից ալյուրը, ամեն։ Բայց սով էր ամբողջ Իսրայելում։ Եվ Տերը քեզ միշտ կառաջնորդե և կկշտացնե քո անձը երաշտներումը, և ոսկորներդ կզորացնե, և ջրարփի պարտեզի նման կլինես, և ջուրի ակի պես, որի ջուրը չի պակասիլ, և քոնոնք պիտի շինեն մշտական ավերակները, և դու կկանգնեցնես դարերից ի վեր ավերակ հիմները, են քար ու քանդ տներ, եսի նաև հոգևոր քար ու քանդ եղածներին, թե դու թե քո հասուն օգնականները, թե ինչ կանեն քոնոնքը, քո պատրաստած զինվորները, օգնականները պիտի շինեն մշտական ավերակները, որ ամայի էր, պետք է աղոթեն, ծնեն, սնեն և էդի մի մեծ ծառ դառնա և երկինքի թռչունները գան ու այդ ծառի շուքի տակ բնակվեն, ամեն։ Եվ քոնոնք պիտի շինեն մշտական ավերակները, և դու կկանգնեցնես դարերից ի վեր ավերակ հիմները, և քեզ կկոչեն խրամակարկատ և շեն ճանապարհներ վերանորոգող, փլված խրամատները կարկատող, շինող, և շեն ճանապարհները, որ քարուքանդայել է վերականգնեցնող, էլի վերանորոգող։ Եթե ետ դարձնես շաբաթից քո ոտքը, ոնց ես, որ շաբաթ օրը դու քո հաճույքին ես գնում։ Կարող է եզակի դեպքեր լինի, ցերեկ չես կանում իրիկվա պաշտամունքին միացի, իրիկունը չես կարում առավոտին միացի, կարևորը տարբեր ժամերի մենք ունենք։ Քո պարտքը դու շաբաթվա պարտքը, պաշտամունքի պարտն է, այն ժամանակ մի շաբաթ օրն էր, հիմա ամեն օր շաբաթ է մեզ համար,
հոգևորը հոգևորին, մարմնավորը մարմնավորին։ Առավոտյան կանող ելք կարդա աղոթի գնա քո գործին։ Առավոտ չես կարդացե իրիկունը կարդա։ Կեսօրվա ժողովին չես կարծե իրի գվանը մտի, մեռնի մարմնավոր գործը, հա եթե հիվանդանոցա լուրջ հանդիպումը, հա հասկացանք եզակի օրեր։ Ոչ թե ամեն սնոտի բանի համար անսուրբ Եսավի նման ծախանդրանիկությունը թե տաս Աստված ընչի չես օրհնում։ Բայց դու ինչ ես անում Աստծո համար։ Քնում ես չես մտնում ժողով, պարկում ես չես գիրք կարդում, ասեն քո համար Աստված ինչ անի։ Եթե ետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բաղձանքդ քո մարմնի կրքոտ ցանկությունը, որ բաղձանքդ չկատարես իմ սուրբ օրը, եւ շաբաթը կոչես զվարճություն, եւ Տիրոջ նվիրվածը պատվական, եւ նրան պատվես քո ճանապարհները չկատարելով, քո կրքոտ հաճույքների ետևից չգնալով, եւ քո բաղձանքը չլրացնելով եւ դատարկաբանություն չանելով։ Եթե Աստծո խոսք, պաշտամունք չկա, քարոզ վկայություն չկա կամ հոգևոր այցելություն, ու դու մարդ թողել ես պաշտամունքը գիրքը աղոթքը, դու քո անձի կրքոտ բաղձանքն ես կատարի ամեն, ինչ արես Աստծուն ինչ։ Թող քո հաշվին անեիր։ Այն ժամանակ կզվարճանաս Տերովը, եւ ես քեզ վեր կհանեմ երկրի բարձր տեղերը կորտնեմ թագավորներին հավասար կսարքեմ եւ քեզ կուտեսնեմ քո այր Հակոբի ժառանգությունը, որովհետեւ Տերոջ բերանը խոսեց։ Հիմա սիրելի քույրեր եղբայրներ, որ աղանդավորական եկեղեցում եք, ձեր գոնե հովիվների կամ իրեսկիների վարքագից ես գրքի համեմատ են որ ծոմ են պողում։ Որ հովիվը սրան համեմատ չէ, դու ոնց ես ծոմ պողում։ Հա, որ պարծենաս ծոմի մեջ եմ քույրի քո համար 10 օր ծոմ եմ։ Որ քույրիկն էլ էթա քո մեռած եսին երկրպագա, անընդհատ որ դենստի քո մասին խոսի, հա։ Ծոմը բացի ծածուկ լինի։ Ով որ իմ դեմը գգակասի ես քո համար ծոմի մեջ եմ, եղբայր ինքը շնացողի մեկն է։ Ինքը պարծեն կոդ ոչնչություն է։ Այդ ընդ զզվելիներին ես եկեղեցուց դուս եմ անում, որ մի բան արած եկած ռեգլամեն, ռեգլամն է պաուզա, ինչ անում եք ծածուկ արեք, գանձանակ եք գումարկցե աղքատին եք աստվե ծածուկ և քո հայրը որ հայտնապես տեսնի քո ծածուկ արած գործը, հայտնապես չես կատուցի, աստված չի տենում իմ սիրտն ու արած գործերը, ես իմ ունեցածը կուրքեմ սարքե թե փռերեմ սուրբերի ոտքերի տակ, ամեն տեղ վազում եմ, որ Աստված փառավորվի, բարի վարք ցույց տալով Տերովը, ասում եմ այդ փառքը Տիրոջն է, Հիսուսին դարձեք, որ դուք էլ այդպես օրհնվեք, ամեն։ Այսքանով ավարտեցին Եսայա 58-րդ գլխի սերտողությունը, ամեն։ Եսայա 59-րդ գլուխ։ Ամբարիշ ժողովուրդի կորուստը, քեսեր ամբարի ժողովուրդը կկորի, փրչի խոստումը, ամբարի ժողովրդի կորուստը, փրչի խոստումը, 59-րդ գլուխ։ Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել, թե չի կարճացել արեք, ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց եւ նրա ականջը չի ծանրացել լսելուց։ Շատերն ասում են Աստված, եթե պետք լինի կլսի կպատասխանի, Աստված միշտ լսում է սուրբերի աղոթքը, եթե քո բարի խնդրանքն Աստված չի անում, ուրեմն չի լսե, ամեն։ Եթե սրտիս մեջ անօրինություն տեսնեի, Տերը իմ աղոթքը չէր լսի, չէր լսին որն է, դա խոչընդոտ է, որ աղոթքը ասուն ասնի, որ ասուն չի ասե, պատասխանել չի գա, ամեն։ Եթե քո բարի աղաչանքը աստեր հորը, Աստված ասում է ամեն օր իր աչքերը իր սուրբ զավակների վրա է, եւ իր ակաժները բացան նրանց աղաղակին, հեսուր զավակը ստենամ ինչա խնդրում, որ շուտ կատարեմ, ամեն։ Միայն քո ձայնը լսելի արա, որ ասնի ասուն, իսկ լսելի անելու համար պիտի քո խշմտանքը որևիցե մեղքի մեջ քեզ չտանջի, ամեն։ Այդ ժամանակ բերանիցը թելացը Տերն ասում է կկատարի եւ խորացիցը խնդրածից էլ ավելին կանի, ամեն։ Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց եւ նրա ականջը չի ծանրացել լսելուց, այլ ձեր անօրինությունները, մեղքերը, այլ ձեր անօրինություններն են բաժանում ձեր եւ ձեր Աստծոյի մեջտեղը։ Եվ ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից,
որ ձեր աղոթքը չլսի։ Սաղմոս 66:18 գրեք կողը։ Եթե սրտիս մեջ անօրենություն տեսնեի, Տեր իմ աղոթքս չէր լսի, բայց ասում է լսեց, որտեղ չկար անօրենություն։ Ու պատասխանեց, ամեն։ Որովհետև հիմա բացատրում է ինչու չի լսում Աստված քո աղոթքը։ Որովհետև ձեր ձեռքերը պղծված են այրունով, ձեր մատները անօրինությունով գողանում եք, ծեծում եք, արունը ոնց, մարդ եք սպանում, քարկոծում եք զուր տեղը Ստեփանոսներին, ձեր փառքի համար, դատապարտում ու սպանում եք ձեզի հակառակ խոսող արդարներին, որ հանկարծ ձեզի հակառակ չկենան, ամեն։ Եկեղեցին զոմբիի պես քրֆեք, հայոյեք, անիծեք, ասեն ամեն, հալելույա, զոմբի են։ Չեն էլ լսում, ովիվն ինչ ասում, հալելույա, ամեն, հալելույա, ամեն։ Ինչպես ես էլա հովը սուտ էր խոսում, էլա կողնասավ սուտ ասեցի, չես ստուգում էի տեստի ով էր արդուն։ Նա ժողովուրդ էլա քննեք գրքովը, բայց թողում են դուք գիրք արտակ, որ գրքով քննեք, որ իրես կեղտերն էլ երևա։ Նրանք չեն թողում դուք գիրք արտակ։ Դրա համար ոչ մեկին մի վստահեք, ամեն հոգու փորձեցեք, բարինամուր բռնեցեք։ Ինձ էլ մի վստահեք, քննեք իմ բերինանից խոսվածը աստվածաշնչով է թե չէ։ Եթե աստվածաշնչով է, մոտ գցեք, քննեք, կյանքս տեսեք նոր վստահեք։ Իսկ ովիվ կա չի թողում, որ մանուկն իր տունը գնա, ամեն։ Իր այդ շփվի գոնե, հետա տեստին քորրե կյանքում ինչով է զբաղված, ինչ վարքագիծ ունի թե չէ։ Հանորեգնան ասկի ոչ մեկի տուն էլ պետք է չմտնեն, բայց որ հովիվը հասունին էլ չի թողում այցելա իր տուն, արդեն սրա տան մեջ մեղքեր կա, չի ուզում, որ եկեղեցին տեղյակ լինի։ Ուրեմն որովհետև ձեր ձեռքերը պղծված են այրունով, ձեր մատները անօրինությունով, ձեր շրթունքները սուտ են խոսում և ձեր լեզուն անիրավություն է արտաբերում, անիրավություն, ստություն, չարություն, դե որ մանուկներն էլ շփվեն արդեն կտեսնեն, ասունները շփվեն կզանազանեն, որ էսի մենակ ամբիոնի մոտից է տես խոսում, ինքը հայոյող, անիծող, մարծեցող, արուն թափողի մեկն է։ Չկա արդարությամբ բողոքող և չկա ճշմարտությամբ դադվարող։ Նրանք հույս են դնում դատարկ բաների և խոսում են ունայնություն, հղի են թշվառությունով և կծնեն անօրինություն։ Քարբի ձվերով են թուղս գալիս և սարդի ոստային են իմնում, նրանց ձվերից ուտողը կմեռնի և կոտրվողիցը իժ է դուրս պրծնում։ Շփվում ես եթե մի հատ փորձության մեջ է մտնում, մոռանում է ինքը ով է, էլ հայոյանք, էլ բարկություն, էլ անեծք, ատելություն, ամեն ձվերը կոտրվել են, արտաքին պատյանը, մեջից վիշապն է դուրս պրծե, ամեն։ Դռները բացեցիր, աղավնուտեղը վիշապը հարձակվավ վրետ։ Բա որ չկար այդ մարդը, վիշապի գերի չէր, որտեղից կծեց, խացեց, հայոյեց, անիծեց, ծեծեց, ոտեց, ուրեմն կար, դիմակի տակ էր, ամեն։ Քարբի ձվերով են թուղս գալիս և սարդի ոստային են հիմնում, նրանց ձվերից ուտողը կմեռնի և կոտրվողիցը իժ է դուրս պրծնում։ Նրանց ոստայները էսի լրիվ անձապաշտ կռապաշտ հավատացյալներն են, քրիստոնյա կոչվածները, որոնք արտաքինից քրիստոնյա են, բայց գործերով լրիվ աշխարհիկ դիվահարներ։ Նրանց ոստայները հանդերձ չեն դառնա և չի ծածկվիլ նրանց գործերովը։ Նրանց գործերը անօրինության գործեր են և բռնության գործ է նրանց ձեռքինը։ Նրանց ոտները չարության են վազում և շտապում են անմեղ այրուն թափելու։ Նրանց խորհուրդները անօրինության խորհուրդներ են, նրանց ճանապարհներում ավերում և ապականություն կա։ Ավերում և ապականություն։ Խաղաղության ճանապարհը չգիտեն, ով խաղաղությունը կորցնում է, նա ծրված շավիղի մեջ է։ Նա Աստծու դեմը հաճելի կյանքով չի ապրում։ Դու խաղաղությանը համար ամեն բան պետք է զոհես և քո հավատքը կուրքերը զոհաբերող գործերով Աբրահամի նման պետք է կատարյալ դարձնես։ Ռախապորնիկի նման կատարյալ դարձնես։ Նրանց հավատքը գործերով, կյանքը զոհաբերող գործերով, որդուն թանկագինը զոհող գործերով կատարելության հասավ։ Այ ասավ այն մատեն ասավ ես սիրո արդի իմացա որ սիրում ես ինձ Աբրահամ, ամեն։ Բա ինչու դրանից առաջ չէր ասում, որ քո ամենաթանկը տվիր, բայց խաղաղ մնացիր։
Ով խաղաղության սիրահար չէ, ուրախության ու ցնծության մեջ չէ, կարող է փոթորիկ գա մի մոմենտ տրամադրությունը տնկնի, բայց նորից կարգավորա ու վազի առաջ ոչ թե օրերով խռով մնա։ Եղավ, կարող է ցույց տաս, որ դու նեղացել ես, բայց աղոտ կար այդ տկարի մար, լտենաս ինքը քայլ կոնա գա կոտրվի հաշտվելու, եթե ոչ մի թող անջրպետը շարունակվի, եթե ինքը փոխվել է, ինքը կռվից հետո կգա հաշտության, եթե սխալա ներողություն կխնդրի, եթե ոչ, ուրեմն դու գնա հաշտության, խոնարհվի, փրկալը տեսնեն գոնե հաջորդ ամսվա մեջը ոնց իրան կդրսևորի։ Հլնում է պարագա, որ տեսնում ես տվյալ եղբայրը կամ քյուրը, կամ կողակիցը, կամ քո որդին, սկի օճելա, իրա սխալը գոնե գգա կասա կներես, չէ տենում ես էսի, պատերազմը հայտարարում, չէ կայնի սրա վերջը վատա, դու խոնարհվի, դու գնա քո աղոթքին, որ խոչընդոտ չլինի, դու գնա հաշտվի, ամեն, խաղաղվեք մինչև այդ մարդն ասունանա, եթե նա կարար կգար ներողություն կխնդրեր, եթե նա կարար կգար իրոք սխալ էր, բայց որ դու եթում խոնարհում ես, ինքդ ընկած տեղից լնում է, վիշապի ձեռից ազատվում է, ասում է կներես, իրոք ես շատ անարժան պահի ինձի, փառավորվի Տերը, ինչ է լավ, քո խոնարհություն ծնես նրա մեջ, ամեն, թեկուզ մեկ քիչ ուշ, բժշկվավ, հաջորդ անգամին դու օրինակ ես ծառայե, ինքը հնարավոր է գա շուտ ասա կներես ինձի, ամեն, իզոր գալիս է հատկապես զույգերը կողակիցները, թող գոռոզություն չանեն, գնա չեմ ներում, բայց ձևական ասում, այ մարդը եկերա մեկեր, հլը ձեռից բռնահան, հաջորդ անգամին ավելի շուտ կգա, ամեն, կեղծա քո զղջումը, այ մարդ ինչ որ արել է, նաղդը քայլա արե, որ առաջ չեր անի, ամեն, կա մի սանտի աճեն, չես խփում ջարդես այդ ճյուղը, հասկանում եք, խաղաղության ճանապարհը չգիտեն, չի կարա հոգևոր ասունը մնա անխաղ ու անխաղ քնի, ոչ, ով անխաղ քնում, օրերով անխաղաղ է, օրերով մռնչում է, ինքը բացարձակած չունի մեռած վիճակը, խաղաղության ճանապարհը չգիտեն, և իրավունք չկա նրանց ուղիներում, իրենց շավիղները ծռմռել են, արդեն ուրիշ եսասեր ճանապարհով է եթում, լայն դուրն է գնացել, ու հավատքի ճանապարհներում, հավատքի ես ուղիղ գծի վրա այնքան դռներ կան, որ տանում են դեպի լայն դուռը, դու պետք է չմտնես մարմինը ձգում է այդ լայն ճանապարհը տարող դռներին, փակա, զմրսա գնա առաջ, որ քո հետևից գալացողներն էլ չմտնեն, մի հատ նշան դի, որ խափուսիկ դուռա չմտնես անգարդ, ու գայթակղիչ եսին ցանկասեր ռեգլամներ կա դռան վրա են խփած, օ լավ ալնելու, արեք ստե, ընտիրա, մի անգամից պրիամո կմտնեք երկինք, եղավ, չմտնեք այդ խափուսիկ դռները, հավատքի ճանապարհը որքան գնացինք նեղանում ամեն, որքան գնացինք բարդանում է, բայց Հիսուսով ամեն խոչընդոտ հարթվում է, ամեն, մենք մտածում ենք, թե որ ասուն մոտիկանում ենք, ավելի քիչ պետք է հալածվենք, ոչ, ավելի վտանգավոր ենք դառնում և սատանան ուր գնանք մեր դեմը փորձություն ասարկելու, բայց քաջասիրտ եղեք, մնացեք խաղաղ և խաղաղության Աստվածը սաղ հարցերը լուծում է, ամեն, եթե դու մնում ես խաղաղության նեղ ճանապարհի վրա, խաղաղության ճանապարհը չգիտեն և իրավունք չկա նրանց ուղիներումը, իրենց շավիղները ծռմռել են, ամեն ով որ նրանում ման է գալիս ծուր ճանապարհի մեջ, խաղաղություն չգիտի, ամեն, ծուր ճանապարհի մեջ մտնողը դևի գերի է, նա ոնց կարա խաղաղ մնա, սրա համար իրավունքը հեռացավ մեզանից, ինչի համար ծուր ճանապարհի մեջ մտնելու, եսասեր ճանապարհը քայլողի, հասկանում ես, քայլելու պատճառով, անեծք է գալիս քո վրա, սրա համար իրավունք հեռացավ մեզանից, որ դու խաղաղությունդ կորցնում ես եսի ցանկասեր կրքերի համար, կուրքերը պահելու համար խաղաղությունդ զոհում ես, սրա համար ուրեմն իրավունք հեռացավ, ցավեր կգա գլխիդ, անհաջողություն կթափի գլխիդ, ամեն, իսկ որ դու այդ խաղաղության ճանապարհի համար, խաղաղության մեջ հարատևելու համար ամեն կուրք տայիր, Աստված օրհնելով օրհնելու էր քեզի, ամեն, և քեզ պարսպապատելու էր քո ընտանիքը, քո զավակներին, հիմա որ դու ասու խաղաղությունը հեժան ես գնահատում ու որևիցե կուրքի համար զոհում ես այդ խաղաղությունը, դե թե ինչա կատարվում, սրա համար իրավունք հեռացավ մեզանից
Եվ մեզ չի հասնում արդարություն էլ, ինչ արդարություն դու ասում թողերես պղծությունը կեզանից կժայթքի, սպասում ենք լույսի և ահա խավար է, պայծառության և ահա մարախուղում ենք ման գալիս, այդպես չեն օղանդավորներ, ողոթում են, որ բուժվեն, չեն բուժվում, ավելի են վատնում, կնում են, վիրահատվում են, մեռնում են, ասում են ասու կանտնես էր, 20 տարեկան մեռնում, ասում է, որ մնար կենդանի կողա մեղքի մեջ ընկներ, հասկանում եք ամեն մի բանում, որ իրանք պետք է քննեն, թե Տեր Աստված ինչու է սենց լավ, սատանան մի հատ հիմար խշմտանք է տալում, դե էդի մեռավ որ դրախտ էր, բայց չի քննում, որ վաղաժամ մահը Աստծուց չի քննում, որ Աստված իր սիրելի մահն էլ չի ուզի, որ ասենք դուք ուզես քո որդին մեռնի գնա, ոչ, Աստված քեզ պատրաստում է, որ դու իր համար աշխատես 70, 80 կամ մինչև 90 տարի ծառայես Տիրոջն, ամեն 20 տարեկանից որ դառնաս 70 տարի ծառայես Տիրոջ, ինչքան օրհնություն կլինի։ Պողոս ասում է իմ մնալը ավելի կարևոր է, քան թե գնալը։ Բայց կուզեմ այդամ Տիրոջ մոտ մնամ։ Բայց ձեր կողքին մնալը ձեզի օգուտ է եկեղեցուն շինությունը, ամեն։ Ու Աստված չի ուզում եկեղեցուն շինություն լինի։ Սրա համար իրավունք եռացավ մեզանից եւ մեզ չի հասնում արդարությունը։ Սպասում ենք լույսի եւ ահա խավար է, պայծառության եւ ահա մարախուղում ենք ման գալիս։ Գույրերի պես պատնենք շոշափում եւ աչք չունեցողների պես խարխափում ենք։ Գլորվում ենք կեսօրին կարծես թե գիշեր լինի, պարարտների մեջ լինելով մեռելների պես ենք, օրհնություն չկա, բժշկություն չկա, խաղաղություն չկա, տունը սեր չկա, բայց օրհնյալ ազգ ենք համարում, հավատացյալ ենք, սև կա հավատքի դվերին։ Բայց դու դիվահար ես, էլ ինչ է, հա դևի հավատացյալ ես, ճիշտ է, դևերն են հավատում ու սարսափում, Հակոբոսն ասում է, հա դիվահար հավատացյալ ես, դևի օծյալ ես, ոչ թե Տիրոջ։ Ամենքս մռնչում ենք արջերի պես և աղավնիների պես ճվճվում, սպասում ենք դատաստանի, բայց չկա փրկության, բայց նա մեզանից հեռու է, որովհետև շատացել են մեր հանցանքները քո առաջին և մեր մեղքերը վկայում են մեզ դեմ, որովհետև մեր հանցանքները մեզ հետ են և մենք մեր անօրինությունները գիտենք, բոլորս էլ գիտենք իշտա մեր մեղքը, հանցանք ենք գործել, ուրացել ենք Տիրոջը և խոտորվել ենք մեր Աստծուն հետևելուց, Աստվածաշնչից, բռնություն և ապստամբություն ենք խոսել և մեր սրտերում փուչ բաներ մտածել, անգամ սրտով չարացար ատիդ, կիսուրիդ, հարսիդ, խնամուդ, բարեկամիդ, եղբորը, եկեղեցու սպասավորին, դու կզարկվես և մեր սրտերում փուչ բաներ ենք մտածել և դատաստանը հետ է դարել և արդարությունը հեռվանց կանգնել, որովհետև ճշմարտությունը գլորվում է հրապարակներում և ուղղությունը չի կարողանում ներս մտնել, թե քո սրտից մեջ, թե քո ընտանիքի մեջ, թե շատերի եկեղեցում, որ հանդիմանում ես չեն ընդունում այս մարգարեությունն կատարվում։ Նորից կարդամ էդի, որովհետև ճշմարտությունը Աստծո խոսքը գլորվում է, պտտվում է հրապարակներում և ուղղությունը չի կարողանում ներս մտնելու ձեզի խելքի բերել։ Ճշմարտությունը այն երևույթ է դառնում և չարությունից հեռացողը կողոպտվում է։ Ով էլ որ մեղքը թողում սկսում եք հալածել, թքել ու ծեծել։ Եվ Տերը տեսավ և սա չար երևցավ նրա աչքին, որովհետև իրավունք չմնաց։ Եվ տեսավ, որ մարդ չկա, որ մարդը սրբության փափագող, Սաղմոս 12-ին ինչ ասում, ով Տեր փրկև, ասնզի սուրբ մարդ չմնաց երկրի վրա։ Այսօրվա օրերն է, որ մատերի վրա կհաշվես նախանձախնդիր սուրբ մարդկանց, որ նրանք ամեն խոսքին Աստծո կասեն այո եւ ամեն եւ իրենց կրքոտ ցանկություններին ոչ։ Ինչը Ռոմեացիների թղթումը ասում Պողոսը 3:4-ում։ Ես ու դու լանք սուտ, Աստծո խոսքը լինի ճշմարիտ, բոլոր մարդիկ ըլլան սուտ, բայց Աստծո խոսքը մնա ճշմարիտ, ամեն։ Եվ տեսավ, որ մարդ չկար, սուրբ մարդ, և զարմացավ, որ միջնորդ չկար, և նրա բազուկը օգնեց նրան, թե Հայր Աստված փափագեց, որ իր որդին գնա այդ գործը կատարի, ամեն, և նրա բազուկը օգնեց նրան, և նրա արդարությունը նրան նպաստեց, և նա աքավ արդարությունը զրահի պես
եւ փրկության սաղավարտ իր գլխին, եւ վրեժխնդրության զգեստը հագավ իբրև պատմության եւ նախանձն իր վրա առավ վերարկուի պես տիրոջ նախանձը, որ կերավ զիս, ամեն, չմտածեք դիվային նախանձ, սրբության նախանձախնդրություն։ Գործերին համեմատ հատուցում է տալու, բարկություն իր հակառակորդներին, հատուցում իր թշնամիներին եւ կղզիներին իրենց վարձքը պիտի հատուցանե, ամեն, չար կղզիները, որոնք որ չարություն են արել, մեծ նեղության մեջ իրենց պատիժները կրելու են, իսկ ովքեր բարի կյանքով են ապրել, օրհնվելու են եւ փրկվելու են, ամեն։ Եվ պիտի վախենան Տիրոջ անունից, արևմուտքից եղողները, սա արդեն հազարամյակում, եւ նրա փառքիցը, արևելքից եղողները։ Երբ որ թշնամին գետի պես գայ, Տիրոջ հոգին նրան կփախցնե, արդարին կփախցնե այդ ամբարիշների, այդ կռիվների, փոթորիկների միջից, ամեն։ Եվ փրկիչը պիտի գա Սիոնի համար եւ Հակոբի մեջ հանցանքից ետ դարձողների համար, ասում է Տերը։ Տեսեք, մեծ նեղության մեջ շատերը պիտի հանցանքից ետ դառնան Տիրոջը, եւ Տերը պիտի փրկի եւ նրանց հազարամյակ մտցնի։ Իմ էլ ուխտը նրանց հետ սա է, ասում է Տերը, իմ հոգին քեզ վրա է եւ իմ խոսքերը, որ դրել եմ քո բերանումը, պիտի չպակասե քո բերանից եւ քո զավակների բերանից եւ քո զավակների բերանիցը, ասում է Տերը, այսուհետև մինչև ավիտյան։ Ես էլ արդարի համար, որ արդարը սերունդ է սերունդին որդուն կսովորցնեմ, աղջկան կսովորցնեմ, թորանը կսովորցնեմ, թորան տղին կսովորեցնեմ, էլ կաղա կուրին չսովորցնեմ, չէ, որդի, թոր, ծոր, կուրին կաղա չհասնեն, բայց Աստված որ կուրին էլ հասցնենք, նոր ննջենք, որ գոնե տղեն չքարոզի, թորը կքարոզի, թորը ճիշտը չքարոզի, կասա պապիկն ես բաներ ասում, դու չես հիշում պապա, հա, կուրը կքարոզի, վերջը մի հատ հովսյա կծնի, նորից կշտկի այդ ընտանիքը, որ չգնան կորզ, դրան ամենքին պիտի քարոզես, ամենքին վկայես, բայց չէ որ ամենքը հավատարիմ կմնան, մեկն էլ հավատարիմ մնա, մնացածին կշտկի, ամեն, փառավորվի Քրիստոսը։ Այսքանով ավարտեցինք Եսայա 59-րդ գլուխը եւ մեր այսօրվա սերտողությունը։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։